Պարոն Հովակիմյան, հենց նոր թարմ ուղղակի տեղեկություն տեսանյութ, որտեղ ՔՊ-ի ծալված քվեաթերթիկները հանձնաժողովի նախագահը համարեց վավեր, կխնդրեմ սրա մասով։ Իսկ ձեզ, պարոն Մակարյան, իսկ ձեզ ծալված քվեաթերթիկը վավեր չպետք է համարվի։ Ձեզ եմ հարցում էլի չէ, եթե դուք ամենայն հարգանքով, եթե դուք ընտրական օրենսգիրքը ուղղակի ընթերցած լինեիք, այս հարցը չէիք տա ու տպավորություններ չէիք ստեղծել։ Ես նախորդից հիշում եմ, որ վավեր է, հիմա ինչ որ բան փոխվել է, հիմա էլ է վավեր, պարոն Մակարյան, որովհետև այն ինչ որ փոխվել է, վերաբերվում է այլ իրին եւ մեկից ավել քվեաթերթիկներին, այսինքն այն փոփոխությունը, որը արվել է այս տարվա, չէ, այս ապրիլի։ Եթե երկու քվեաթերթիկ էր, վերևինն էր համարվում։ Չէ, նախորդին, երբ որ մեկից ավել քվեաթերթիկ էր, որի վրա որ դրոշմանիշը փակցված էր, դա համարվում էր վավեր, այսինքն դա, այսպես ասած, վիճակահանության պես մի բան էր ստացվում, երբ որ պատկացինք, չէ, տրցակով, ասենք, օրինակ դրել են քվեաթերթիկը, որի վրա որ, ասենք, այդ պահին ոնց որ քվեատուփին մոտ նստած հանձնաժողովի անդամ փակցրեց դրոշմանիշը, դա համարվում է վավեր։ Այս վերջի փոփոխություններով ըստ էության մեկից ավել քվեաթերթիկը եւս համարվում է անվավերության հիմք, որովհետեւ դա սահմանված նշի քվեաթերթիկ չէ, այսինքն մեկ քվեաթերթիկ պիտի լինի ծալվածի մասով մի բան ճշտամ, պարոն Հովակիմյան։ Ծալվածի մասով ոչինչ չկա, այսինքն ծալվածը դա ընտրողի կամքը միանշանակ է։ Արդյոք դա, այսպես ասած, իշմար չէ, որ ես ընտրել եմ ՔՊ-ին կամ որևէ այլ ուժի, երբ որ ծալված, ծայրերը ծալված քվեաթերթիկներ, ոչ թե ուղղակի իրար վրա ծալած։ Դե օրինակ այդտեղ հանձնաժողովի այդպես չի կարող լինել, բայց եթե անգամ ինչ որտեղ ինչ որ բան կա, թող դա չգիտեմ, արձանագրում ենք նայենք, եթե չի կարող այդպիսի բան լինել, ինչ որ դուք տրամաբանական է, չէ՞ որ կարող են օրինակ խոստացած լինել, որ գնում եմ ՔՊ-ին ընտրեմ, որպես ապացույց, ասեն դե ես ծայրը կծալեմ, այդտեղ էլ վստահված անձինն էլ տեսնի, հետո ում որ պետք է զեկուցի, ասի այո։ Չի կարող, որովհետև եթե արդեն սկսել են քվեարկության ամփոփման գործընթաց, այսինքն նկատի ունեմ արդեն քվեաթերթիկների, դուք կարծում եմ երբևէ տեղամասում եղած կլինեք եւ նկատած կլինեք, թե այդ process-ը ինչ արագությամբ է տեղի ունենում։ Հանձնաժողովները, այսինքն նախագահը ինչ ծրար բացում, հանում է եւ արագ։ Այսինքն ոչ ոք չի էլ հասցնում դա ֆիքսի։ Նկատի ունեմ ֆիքսացը եւ տեսանյութով երևում է։ Դե տեսանյութով կարող եք հետ տալ արդեն դանդաղացնել դա եւ ֆիքսել։ Այո, տեսանյութով կարող, բայց տեղամասում գտնվողները երբեք չեն կարող ինչ որ նման վիճակագրություն վարել եւ այլ։ Ամեն դեպքում ծալված հետ կապված քննարկում է առաջացել։ Խնդրում եմ հնարավորություն մյուս լրագրողներին։ Դա անվավերության հիմք չէ։ Մնացած եթե որևէ բողոք կա, որևէ հազանգ կլինի, մենք հաստատ դրանով կզբաղվենք։